2000 թվականի դեկտեմբերի 4-ին միավորված ազգերի կազմակերպությունը հունիսի 20-ը հռչակեց փախստականների համաշխարհային օր։ Ըստ ՄԱԿ-ի փախստական են համարվում նրանք, ովքեր իրենց քաղաքացիության երկիրը լքել են իրենց ռասայական պատկանելության, ազգության, որևէ սոցիալական կամ քաղաքական խմբի անդամ լինելու պատճառով հետապնդման համար։ Այն գաղափարը, թե մարդը կարող է ապաստան գտնել որևէ սուրբ վայրում, որտեղ նրան չեն կարող վնասել, գալիս է հին Հունաստանից և Եգիպտոսից։ Սակայն եկեղեցում կամ այլ սրբավայրում ապաստան գտնելու մասին օրենքը ընդունել է Քենթի Էթելբերտ թագավորը 600 թվականին։ Այնուհետև միջին դարերում նմանատիպ օրենքներ են ընդունվել եվրոպական երկրներում։ Փախստականների թիվը կտրուկ աճել է հատկապես առաջին աշխարհամարտի տարիներին։ 1915 թվականի Հայոց ցեղասպանությունը փախստականների թվով գերազանցում է այդ ժամանակաշրջանում հետապնդումներից խույս տալով իրենց երկրները լքած բոլոր մարդկանց թվին։ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի 1922 թվականի տվյալների համաձայն Միացյալ Նահանգները ապաստան է տվել Թուրքիայից փախած 810,873 հայ փախստականների։ Ցեղասպանությունից փրկված փախստականների զավակների մասին հոդվածում բրիտանական The Guardian օրաթերթը ներկայացրել է իրենց կարծիքով 10 ամենանշանավոր և ազդեցիկ հայերի ցանկը։ Նրանք են աշխարհահռչակ երգչուհի և դերասանուհի Շերլին Սարգսյանը, հեռուստաաստղ և գործարար Քիմ Քարդաշյանը, 8 անգամ թենիսի Grand Slam գերագույն մրցաշարի չեմպիոն Անդրե Աղասին, աշխարհահռչակ և սիրված երգիչ, քաղաքական գործիչ և դերասան Շառլ Ազնավուրը, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, հայկական ծագումով աշխարհի ամենաականավոր գործարար Քըրք Քրքորյանը, Ֆորմուլա 1 մրցաշարի քառակի չեմպիոն Ալեն Փրոստը, աշխարհահռչակ երաժիշտ Սերժ Թանկյանը, հոլիվուդյան հանրահայտ դերասան Էնդի Սերքիսը և Մեծ Բրիտանիայում հնավաճառ և հեռուստահաղորդավար Դեյվիդ Դիքինսոնը։ Խոսելով փախստականների մասին, չենք կարող չանդրադառնալ ներկայիս թերևս ամենածավալուն խնդրին՝ Սիրիայում քաղաքացիական պատերազմից փախչող միլիոնավոր մարդկանց։ ՄԱԿ-ի տրամադրած 2016 թվականի փետրվարի տվյալների համաձայն 13 միլիոն 500 հազար սիրիացիներ ապաստանի կարիք ունեն։ Նրանցից 6 միլիոն 600 հազարը ապաստան են փնտրում Սիրիայի տարածքում, 4 միլիոն 800 հազարը երկրի սահմաններից դուրս։ Kids Around the World և Heart for Lebanon բարեգործական կազմակերպությունների համատեղ ծրագրով այս տարվա մայիսին Լիբանանի փախստականների մի քանի ճամբար այցելած կամավոր Էրիկա Ռուբիոն Ամերիկայի ձայնի հետ հարցազրույցի ժամանակ պատմում է փախստականների ներկայ մասին։ Երեխաների օրը բաղկացած էր եկեղեցու դպրոց հաճախելով, սակայն չափահասները ողջ օրը անցկացնում էին ճամբարի ներսում, չունենալով ոչ մի զբաղմունք։ Նկատելի է, որ նրանք փորձում են կտրվել իրականությունից, սակայն պարզապես գոյատևում են։ Էրիկայի խոսքերով, երբ լսում ես փախստականների մասին, նրանք պարզապես մարդիկ են աշխարհի ինչ-որ անկյունում, սակայն շփվելով նրանց հետ հասկանում ես, որ նրանք պարզապես թվեր չեն։ Նրանք մարդիկ են, ովքեր անուններ և դեմքեր ունեն։ Նրա խոսքերով, երբ լսում ես, թե նրանք ինչերի միջով են անցել ողջ մնալու համար, և թե այնուամենայնիվ որքան հավատով են նայում ապագային, սկսում ես հասկանալ, թե որքան արժեքավոր է մարդկային կյանքը։ From every single family that we spoke with, the hope is to move back to Syria. Յուրաքանչյուր ընտանիքում հետ մենք զրուցելու առիթ ենք ունեցել հույս ունի Սիրիա վերադառնալ։ Նույնիսկ մի տատիկ ինձ ասաց, որ իր համար նշանակություն չունի, թե ինքը Սիրիայում կապրի վրանում։ Նրա երազանքն է վերադառնալ հայրենիք։ Ինչպես ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, փախստականները մարդիկ են, ինչպես և մյուս բոլորը, ինչպես դու և ես։ Նրանք սովորական կյանք են վարել նախքան տեղահանվելը, և նրանց գերագույն երազանքը կրկին սովորական կյանք վարելն է։ Փախստականների համաշխարհային օրը եկեք հիշենք մեր ընդհանուր մարդկությունը, ցուցաբերենք հանդուրժողականություն ու մեր սրտերը բաց անենք բոլոր փախստականների առջև, որտեղ էլ նրանք լինեն։ Ստելլա Գրիգորյան, Ամերիկայի ձայն, Վաշինգտոնից։